Սիրելի հետևորդներս, ձեզ ասում եմ բարի լույս, բարի երեկո, ովքեր նոր են միացել իմ էջին, ասեմ, որ գտնվում եք Անահիտի խոհանոցում և եթե դուր է գալիս ձեզ իմ պատրաստած ուտելիքները, մի խոսքով իմ առօրյան, ապա չենք մոռանում բաժանորդագրվել և մի հաճելի գրառում անել։ Իմ ետևի ֆոնից կտեսնեք, որ այո, գտնվում եմ Երևանում, հյուր եմ եկել, առիթ ունենք նշելու, իմ ու ձեր շատերդ կողմից սիրված Ռիմատատիկի ծննդյան օրն է, ուրեմն հավաքվել ենք, նշում ենք ու քանի որ այսպես ասած իմ հետևորդներին հետաքրքիր է ինչ կա, ինչ եմ անում, ոնց եմ անում, եկեք միասին գնանք խոհանոց ու անցնենք մեր առօրյա հոգսերին։ Երևանում նոյեմբեր ամիսն է, եղանակը շատ տաք է, նույնիսկ Լոռիում էլ բավականին տաք էր, լավ էր, ինչպես տեսնում եք, ես կարճաթև եմ, երբեք չեմ էլ մրսում, որովհետև եղանակը շատ լավ է։ Երեկոյան կողմերն է արդեն, առավոտից պատրաստությունների մեջ ենք, այսպես ասած, էփում, թխում, պատրաստում, որ հաճելի ժամանակ անցկացնենք համ մեր բարեկամների հետ և համ էլ ես էլ ձեր հետ, քանի որ դարձել ենք օնլայն ընտանիք, շուտով արդեն կլինենք 94,000 ու գիտեմ, որ ինձ հետևում են ավելի շատ չբաժանորդագրված հետևորդները, այդ իսկ պատճառով խնդրում եմ, եթե դժվար չի, ապա բաժանորդագրվեք, որ համ ինձ հաճելի լինի, համ էլ ձեզ։ Սիրելիներս, դե ինչ ասեմ, այս խոհանոցին շատերդ եք ծանոթ, ովքեր էլ ծանոթ չեն, եկեք ծանոթանանք, գնանք դեպի խոհանոց, շատ այսպես ասած մանրակրկիտ ձևով չեմ հասցնի ցույց տամ, բայց մի քիչ ամեն ինչից կտեղեկացնեմ, ասեմ, որ խորովածի մսի հետ մենք գործ չենք ունենում, Ռիմատատիկը սիրում է ինքն անի, ինքը մարինացնի ընդամենը աղ ու կարմիր պղպեղով, այնպես որ մնացած բոլոր գործողությունները անում ենք ես ու իրա հարսը ու անում ենք սիրով, հաճույքով, գիտեք, ում խոհանոցում էլ հայտնվեմ, սիրում եմ, որ միշտ մի օգտակար գործ անեմ, առավել ևս իմ բարեկամների տանը ինձ էլ ավելի լավ ու ազատ եմ զգում, դե ինչ ասեմ, անցնենք գործի, գնանք դեպի խոհանոց, գնացինք։ Ահա, այստեղ սունկի աղցան, սունկ, սով, քացախ, բուսայու ու արդյունքում ռիժիկ տեսակից սունկն ասա, ճիշտ եմ չէ, ռիժիկա չէ, թթու դրած հետն է, այստեղ էլ մայրաքաղաքային, ճիշտը տավարի մսովն է ու ոնց տեսնում ենք տավարի միս, ձվի սպիտակուց, ոլով, կարտոֆիլ, գազար, կանաչի, տավարի միս, թթվասերն էլ մատուցելուց կխառնենք ու կստացվի համեղ աղցան, են հին ու բարի ժամանակների աղցանն է սա, որ ցանկացած առիթների դեպքում ինչքան էլ ուզում է նորամուծություն ուզենանք մտցնենք խոհանոց, այս աղցանը գրեթե բոլորիս տներում էլ պատրաստվում է, ասեք, որ այդպես է։ Ահա, այստեղ պատրաստել ենք աղցանը մայրաքաղաքային, զեյթունի տեսակ, մաքրել կարտոֆիլ, իրան էսա կտրտեմ, համեմեն, դե ինչ
առիթների սեղան չէ, առանց կանաչու, բանջարեղանի, այստեղ կանաչիների տեսանկանի, բանջարեղեն, բող, ասեք, որ գունային գաման և գեղեցիկ է և ակնահաճո, օգտակար հատկությունների մասին էլ չասեմ։ Այստեղ ունենք գիտրոն, ցիթապտուղ, աղերնա և պաների տեսականի, ուրեմն ոչխարի պանիր, մերլովին և տնական պանիր։ Անցնենք հաջորդին, այստեղ ունենք կտրտած հաց, իհարկե լավաշն էլ միաժամանակ ու անցնենք հաջորդ բլյուդին։ Այստեղ արդեն կամաց հավաքել են, պատրաստում են, այստեղ սենց են, այստեղ մրգեր, վարունգ պամիդոր, այստեղ պաների համով տեսականի, ոչխար, լովի, խոսքով, սա չէ, իրան չեմ նկարը, ուրեմն ինչ եմ արել, աղ եմ լցրել, կարմիր պղպեղ եմ լցրել ու գիտեք, որ չսևանա մի փոքր էլ բուսայով իրան լավ թափահարել նրան նորից թեթևակի պղպեղ, որը երբեք չի խանգարում ուղարկելու ենք ջեռով այս մի տաք բլյուդ, որ արդեն համարյա թե պատրաստ է, իսկ այստեղ հավի միսը նախօրոք լավ լվացել եմ, կաշին հանել, մարինատ արել ու երեկոյան կողմ եմ արել, դե հիմա արդեն առավոտ է ու ինքը տեղը տեղին լավ հաճելի ձևով մարինացվել է, ինչպես նաև մարինացրել ենք խոզի միսը, ռիմատատիկների ավանդական ձևերով, հիմա տեսնենք էլ ինչ ենք անում։ Խնդրեմ սիրելիներ, սա էլ էս վերջնական տեսքը մի քիչ ենք կարմիր պղպեղ անում, որ համ ուղղնի, համ էլ տեսքը տեղը ուղարկելու ենք ջեռոց, որ դա պակվի, անցնենք խորովածին։ Հերթը հասավ պահածոներին, ինչ որ բացելու ենք, ստեղ լոլիկի հյութն է, այս արդեն բացել էր ալամ որ տնի, ասից ստա պարոնքն է, այս Ստեփանավանի փագածն է, չէ ոնց է, այստեղ սմարոդինայի հաղարջի կոմպոտ, սերկևի, նորից սերկևի և նորից հաղարջ տարաները մի հատ մաքրենք, տեղավորելու ենք այստեղ, տնական ու բնական։ Այստեղ արդեն պատրաստ են խորովածի և հավի ափսեները, դե էլ ինչ ծնում դաղանց կոնյակի, սա էլ կոնյական, անցնենք սեղաններում։ Այլ սեղանի ընդհանուր տեսքը, որպես խմորեղեն էլ, ինձ թվում է արդեն շատերի տա չէ ծանոթ, որ այս իմ համաքաղաքացու թխած խմորեղենն ենք վայելելու, սիրելիներս, մի խոսքով, շատ հավանել է ռիմատատիկը, չափից շատ։ Դե հիմա եկեք տեսնենք, թե ինչքան ինքը լավ է ստացվել, սիրելի հետևորդներս, խնդրեմ, կարմիր, խրթխրթան և յուրահատուկ։ Հա,
Տեղափոխենք մատուցման ափսե և վերջ էստեղ է ռիմոտատիկի ծորնա տակա յաշը չկա, տակա բալիկը էլի նույնիցա պատկովացու եք այո, խորոված էլ ունենք, բա ոնց չունենք չէ, խոզուկի խորովածը Եմ որ ասում է խոզուկը խորոված, խոզուկը տապակած, բայց նրան բռնեցին Խոզուկ եք բեկայից կծեցու է ու էպ է, իա էպու է Այ ապրի Աշան, ապրի, շատ ապրի Աշան է Պարսեզ ես, հա գնում Յաշա Մանկապարտեզ ես գնում, խելոք ես մնում, ապրի ես դու Խելոք տղա ես դու Ինչ կուզեիս? Հա? Ձույկ ես ուզում, այսքան բանը թողած դու ձույկ ես ուզում արը Այ սիրում Խոզուկի պիչի կուծե Խոզուկը ես ասամ սանքերին կբերի Էդ խոզուկի պիչի կան Էդ կուծեմ Դու էդ կուտես, պաստորեն դու էդ կուտես, հա? Պիույց է էդ Դու քանի տարեկան ես, Յաշա Ոխ Կծեմ թուշը, տարա Այստեղ սիրելիներս արդեն իսկ պատրաստվել է մեր հավի միսը, տեսեք թե ինչքան ինքը լավ է ստացվել Տեղափոխենք ափսը և մատուցենք, սպասենք խորովածին Սիրելիներս հերթը հասավ խորովածին, մեր հայկական համով, հոտով տվել ենք, պատվիրել ենք, որ խորովեն, դրա համար տարբեր է, պահ Ես ինչ համով ու ախորժելի է, աշխարհի ամենահամով խորովածը հենց սա է, որ կա Սա էսպես, սա էլ մյուսը, եկեք, համեցեք Դե ինչ, այսօրվա համար այսքանը Ձեզ ասում եմ ստեղծյուն, հանդիպենք հաջորդ համեղ բաղադրատոմսերով, սիրելիներս Դե, ահա, եկել է տորթը կտրելու պահը Յան նացնես Լիան չես ասում Ասում եմ, բայց լույսը չվարեն Դե մոմերն էլ վարեք, մոմերը Մոմերը բա Մոմերը ծուրտող երեխեն վարի Մոմերը տվեք Յաշան վարի Всё, ահա Յաշան, արի, անախպեր ես Ռիալ ես Շատ լավ Միատ էլ երեմը Ես էլ երեմը Ապրեք Տեղ մի ռիմա տատիկը պչի Էդից կամատայլա Մայրիկիս հետ կապված հիշողությունների ընտրվելիս, տատիկ ջան, քո մեծահոգի արարքն է գալիս մտքիս։ Դու մայրիկիս համար եղել ես ապավեն, նրա մասին հոգ տարել, ու ողջ կյանքում իրեն մայրն այնց քեզ է համարել։ Հոգում էլ քո բարի ու մեծ, բոլորս միշտ ունենք տեղ, ուրախանում ես սրտանց հաջողություններով մեր։
Ներով քո իմաստուն շատ ես օգնում մեզ կյանքում, որպես անմար փարոս ծովում տալիս ես ճիշտ ուղղություն։ Թորներով ու ծորներով քո շրջապատված դու լինես, որ պարուրեն քեզ մեր սիրով ու ջերմությամբ մշտապես։ Բոլորել ես այսօր արդեն քո 89-ամյակը, ուշադրությամբ լսիր հիմա մեր սրտագին մաղթանքը։ Մեր սիրելի Ռիմատատիկ, շատ ենք ուզում, որ այսպես քաղցր ու անուշ քո ժպիտով 100 տարի տեղ նշես։ Анна тетя Катерина